Ինչու են դժգոհում Սանահին կայարանցիները եւ ինչու տեղադրված աղբամանները նրանց պետք չեն գալիս, պարզաբանում է կոմունալ ծառայության պետը։ Շուրջ 20 տարի չշահագործվող վերելակները արդեն աշխատում են։ Հրդեհված տանիքի վերանորոգումը սկսված է, իսկ կապիտալ ծրագրերով մի քանի տանիքների վերանորոգումն ավարտված։ Արդեն հայտնի է Ալավերդու տարվա լավագույն մարզիկի եւ լավագույն մարզական թիմի անունը։ Ինչ հեռանկար ունի սպորտն Ալավերդում։ Ինչ են ասում սպորտի վարպետները։ Ներկայացված թեմաների մանրամասները դիտեք առաջիկա րոպեների ընթացքում։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին ավականին հաստատել է համայնքի բյուջեն։ Ֆինանսական տարվա մնացորդի հետ կապված վերջին աշխատանքներից հետո ճշտված բյուջեն հաստատելու կներկայացվի ավականու հերթական նիստին։ Ֆինանսական բաժնի պետը խորհրդակցությանը ներկայացրեց այս ամսվա կատարված աշխատանքները։ Օրենքը թույլատրում է միայն նախկին տարիների, ասենք, տվյալ ժամանակաշրջանի համաշտություններով աշխատել, քանի որ մենք էլ հունվարին ոչ մի անգամ չենք ֆինանսական գործարք չեն կարի, դրա համար չեն կարողանում աշխատենք։ Նաև միաժամանակ սա հնարավորություն կտա, ասենք, հաջորդ տարի եւ հետագա տարիներին, որ հենց հունվարի, ասենք, այս արձակուրդներից հետո մենք սկսենք նաև գործարքներ կատարել։ Էնգեսի 22 հրդեհված շենքի տանիքի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսված են։ Վերանորոգման ծախսերը համայնքային բյուջեի միջոցների հաշվին է։ Հրդեհի հետևանքները վերացվում են, իսկ հրդեհներին արագ արձագանքելու խնդիրը Ալավերդում առկա է, ասում է քաղաքապետը։ Արտավազդ Վարոսյանը նաև հանձնարարեց հետևողական լինել վերանորոգվող տանիքների փայտյա մասերը հակահրդեհային լուծույթով պատելու պահանջին։ Այս առումով վերահսկողությունը պարտադիր է, նշում է քաղաքապետը։ Պարտադիր ուշադրություն եք դարձնում, որ նախագծանախաշվային փաստաթղթերում ներգրաված լինի տանիքների հակահրդեհային հայտանյութի հակահրդեհային մշակումը։ Այդ պարագայում հաշվարկներ կան, որ կրակը 15 րոպե ուշ է բռնկվում։ Այսինքն 15 րոպեն էլ բավարար, եթե ոչ բավարար, գոնե էլի ժամանակ կա, որ հետևանքները ավելի այսքան տխուր չլինեն։ Սարահար թաղամասում կոյուղու խնդիր կա, որը հակասանիտարական վիճակ է առաջացրել մի քանի շենքերում։ Կոյուղու վթարը թեև հայ ջրմուղ կոյուղի ընկերության իրավասություններից դուրս է, վթարի վերացման աշխատանքներում քաղաքապետարանի հետ ընկերությունը համագործակցելու է։ Պետք է մենք նաև մեր գոհունակության խոսք ասենք ջրմուղ կոյուղու մեր տեղի մասնաճյուղի ղեկավարությանը, որ չնայած իրենց անմիջական պարտականությունների մեջ չի մտնում տվյալ հատվածում վթարի հետևանքների վերացումը, բայց օգնության ձեռք են մեկնել, մասնակցել են բոլոր մեր նախապատրաստական աշխատանքներին, պատրաստակամություն են հայտնել աջակցելու տեխնիկապես եւ նյութերով։ Հիմա մենք դիմել ենք նաև իրենց ղեկավարությանը, սպասում ենք պատասխանին, որպեսզի նաև այդ հատվածում վերացնենք վթարային վիճակը։ Կոյուղու հետ կապված կամ վթարային այլ իրավիճակներում բնակչահագործման տեղամասը կամ քաղաքապետարանը ֆինանսական ներդրումներ է ունենում, սակայն բնակիչների մասնակցությունը եւս պարտադիր է, ասում է քաղաքապետը։ Միշտ աջակցել ենք, եթե չենք աջակցել։ ԲՇՏ-ի աշխատողներ գնացել, տեխնիկայով առևիթներ են տրամադրել, ոչ մի անգամ մեր բնակչությունը նման վթարային դեպքեր վերացնելու մենակ չի մնացել։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերում էր համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում այս ամիս առաջին անգամ հավաքագրվում է նաեւ աղբանության վճարը։ Արտի միջև կեսը մի քիչ դժվար կլինի կոմունալ տեսուչների համար, քանի որ միաժամանակ նաեւ պայմանագրերն են կնքում բնակիչների հետ։ Մի քիչ ժամանակի առումով եթե պիտի 30 բնակարան մտնեն, այդ օրը հասցնում են 15 մտնեն։ Բնակիչները պայմանագիր անոր կարդում են, հարցեր են տալի ժամանակի առումով, բայց խնդիր չունենք։ Վերջին տարիներին քաղաքապետարանի ծրագրերում տեղ են գտել քաղաքի լուսավորության աշխատանքները։ Լուսավորված փողոցներում պարբերաբար նորոգումներ են հարկավոր, ինչն էլ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Ֆինանսական տարիները սկսվել է աշխատանքների գրաֆիկը, ներկայացնում, որ եթե ոչ ամբողջը միանգամից, որտեղ արդեն քանակը բավականին շատացել է, բայց պարբերաբար ու անընդհատ պետք է լամպերի գնման պրոցեսը կազմակերպվի։ Ալավերդու քաղաքապետարանում գնումների գործընթացը համակարգում է Արթուր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց գնումների գործընթացը։
Գնումները վերաբերում են ապրանքներին, աշխատանքներին եւ ծառայություններին։ 2012 թվականին կայացել է գնումների 8 մրցույթ շուրջ 72 միլիոն դրամ արժողությամբ։ Քաղաքի փողոցային լուսավորության համակարգի սպասարկման շահագործման ձեռքբերման ծառայությունը, աղբահանության, կենցաղային աղբահանության ծառայությունը, փողոցների սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերումը, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված է նախատեսված ծառայությունների ձեռքբերումը եւ բնապահպանական ծրագրերով նախատեսված մանկապարտեզների քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թվով 6 մանկապարտեզների վիտամիններով հարուստ լրացուցիչ սննդի ձեռքբերումը 2011-ի փետրվարի 10-ի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն գնումների գործընթացի կազմակերպումը պարտավոր են կատարել պետական եւ ոչ պետական առևտրային կազմակերպությունները։ Արդեն 7-րդ տարին է հունվարին Ալավերդի քաղաքի մարզաշխարհի աշխատողները, սպորտի վետերաններն ու մարզիկները հանդիպում են ամփոփում մարզական տարին։ 2011 թվականի քաղաքի մարզական հաջողություններն ակնառու են եղել։ Անցած տարի Ալավերդին անհատական եւ թիմային Հայաստանի չեմպիոն ունեցավ։ Ազատ ոճի իմշամարտի չեմպիոն Սուրեն Խաչատրյանը 69 կիլոգրամ քաշում ճանաչվեց Հայաստանի այս տարվա չեմպիոն։ Սուրենը արդեն 3-րդ անգամ հռչակում է նաեւ տարվա լավագույն մարզիկ։ Մի քանի տարի շարունակ մասնակցել է նաեւ տարվա լավագույն ընտանիք ամենամյա մրցույթին, մի շարք միջազգային առաջնություններում գրավել մրցանակային տեղեր։ Այս տարի մայիսի 14-ին մինչև 17 տարեկանների իմշամարտի Հայաստանի առաջնությանը գրաված առաջին տեղը Սուրենի մարզական կյանքում նոր ճանապարհ բացեց։ Ես այնքան ուրախ չեմ, որքան պարտավորվածություն եմ իմ մեջ զգում եւ իմ քաղաքի ժողովրդին խոստանում եմ, որ այս տարի եւս նույնպես կդառնամ չեմպիոն ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս բարձր կպահեմ մեր բոլորիս պատիվը։ Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցի հանդբոլի հավաքականը գրանցեց քաղաքի հերթական մարզական հաջողությունը։ 97 թվականի պատանիների թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն։ 2010-ին մեր հանդբոլիստները հանրապետությունում երկրորդն էին։ Այս անգամ մարզական հաջողությունը չուշացավ ու Ալավերդու հավաքականը դարձավ չեմպիոն։ Առաջի խաղը մենք ոչ ոքի խաղացինք եւ դա բարդացնում էր արդեն մեր խաղերը։ Անհրաժեշտ էր շատ գոլեր խփել, որպեսզի առաջի տեղը գրավենք։ Եվ վերջին այնպես դասավորվեց, որ վերջին խաղը յուրաքանչյուր հաշվով հաղթանակը արդեն առաջի տեղ կգրավենք եւ 13 գնդակի առավելությամբ հաղթեցինք եւ գրավեցինք առաջին հորիզոնականը։ Մշակույթի պալատի դահլիճում հավաքվել են ոչ միայն մարզիչներ, մարզիկներ, այլ նաև սպորտի վարպետներ եւ վետերաններ, ովքեր մեծ ավանդ են ունեցել Ալավերդում սպորտի զարգացման գործում։ Այս առումով հատկապես նշանակալի է սպորտի վարպետ Հայաստանի վաստակավոր մարզիչ Սերգեյ Զադիկյանի, Գարեգին Մոսինյանի դերը, ֆուտբոլի մարզիչ Գեորգի Օգանովի դերը։ Ստեփան Շահումյանի անվան դպրոցի Սան Սեմյոն Վախանելովը 100 եւ 200 մետր վազքում դարձավ խորհրդային միության եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երկրորդ մրցանակակիր։ Այս միջոցառմանը Գյումրիից մասնակցելու էր եկել սպորտի վարպետ Գագիկ Վարդանյանը, ով այժմ Գյումրիի կանանց եւ պատանիների բասկետբոլի հավաքականի մարզիչն է։ Գալիս եմ շատ կարոտով եմ ուզում մնալ, բայց գործերի շատ պատճառ լինելով չեմ կարողանում երկար։ Գոնե մի 4-5 օրով հանգստանալ, տեսնել իմ հին ընկերներին, ծանոթներին, իմ պարապած վայրերը, այդ չեմ կարողացել շրջել։ Իմ միայն խիղճս տեղ էին ստանջում։ Այսօրվա առիթը ուղղակի ինձ զարմացրեց, ուրախացրեց, մինչև անգամ փշաքավեցինք, ինչքան լավ միջոցառում էր, որ քաղաքապետ կարողացել էր այսպիսի ոգևորել։ 2011 մարզական տարին Ալավերդում լավ արդյունքներով է ամփոփվել, ասում է քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Սիլվա Դավթյանը։ Այս ձևաչափը այս տարվա այնպես է, որ մենք որոշեցինք, որ չենք կարող 1 ժամում մենք ասել այն, ինչ որ ուզում ենք ասենք, մենք կինոժապավեններ սարքեցինք, հիշեցինք Սալդատ Սակոին, հիշեցինք շատ Շախկուլյանին, Խաշիրովին, այդ կինոժապավենում գնում է 3 այսօր 11 թիվը ամփոփում ենք
այս ձևաչափով ուզեցինք, որ տարբերի նախորդ տարի։ Միջոցառման ավարտին պարգևատրվեցին 2011 թվականի լավագույն մարզիկները, նվերներ ստացան նաև սպորտի վարպետներն ու վետերանները։ Ամանորյա տոներից հետո Սանահի կայարան թաղամասի ափամերձ տարածքի աղբը ավելացել է այնքան, որ նույնիսկ բնակիչներին է անհանգստացնում։ Այս տհաճ տեսարանին ամեն օր ականատես են հենց աղբը պատոհանից թափողները։ Թաղամասում սպասում են գետի վարարելուն, միայն այդ դեպքում է ափը դատարկվում։ Եթե դեպետը չլինի, մենք խոլերիայից կմեռնենք լրիվս։ Անցեք Շոշից ու նայեք այս 4 շենքի հայաթը մի հատ նկարահանեք ու ցույց տվեք։ Նկարեցիք։ Խոսալ լավել նորդ է։ Լրիվ խոլերիա։ Այս նոր տարուց հետո մանավանդ։ Ինչքան աղբա ուզես։ Սամասվալով գիտել է։ Ամիսներ առաջ թաղամասում տեղադրված աղբամանը պարզում է ոչ ոքի պետք չի եկել։ Ալավերդ ու բարեկարգում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը աղբամաններից մեկը գետում է գտել, իսկ երկրորդը բնակիչները պահանջել են հետ տանել։ Սանահին կայարանում տեղադրեցինք աղբարկղներ, բայց մեկը հազիվ հասցրի տեղափոխեմ, բերեմ գարաժ, իսկ երկրորդը հայտնվեց ջրում։ Կարմուջից նետել էին ջուրը։ Թաղամասի բնակիչների մի մասը դժգոհում է, թե աղբամանը շատ հեռու է եղել, մյուս մասն էլ, թե իրենց ճենքին շատ մոտ է ու գարշահոտությանը չեն դիմանում։ Ասում են իմ պատուհանի տակ է, այն մյուսն ասում է, բերիք մի էլ իմ պատուհանի տակ տարեք, եթե չեք տանում, մի էլ ձորը կգցենք։ Սանահին կայարանում գետը աղտոտելը ոչ նորություն է, ոչ էլ զարմանալի երևույթ թաղամասի տարեցներն ասում են, որ այստեղ միշտ է այդպես եղել։ 2012 թվականի հունվարից Սանահին կայարանից կրկին ամենօրյա աղբահանություն է իրականացվում։ Աղբահանության պայմանագիր ունի 124 ընտանիք։ Եկել են, որ պայմանագիր կնքեն, դե համաձայնվել ենք։ Բայց դե ուրա դրել են այն կողմը ով գնա, ոչ մեկն էլ չի անելու։ Մենակ իրանք փողը պետքա տանեն։ Եթե ես աղբան տեղ չեմ տապի, փողել չեմ տա։ Հունվարի 1-ից բարեկարգում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխարեն քաղաքում աղբահանության վճարները գանձում են քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի հավաքագրողները։ Պայմանագիր կնքած բնակիչների մի մասը դժգոհում է, թե տեղադրված աղբամանների քանակը քիչ է, հեռավորությունը շատ։ Այնինչ տեղադրված աղբամանները գրեթե միշտ դատարկ են լինում, իսկ պատճառն այն է, որ սովորույթի համաձայն բնակիչները շարունակում են աղբը գետը լցնել։ Это շփորտանեն գնում է, ինչ են գծին։ Մեկ էլ երբ համակրվում գետը։ Որ ջուրը վրարում է, գետը վրարում են ժամանակ։ Համլետ Միրզոյանի խոսքով աղբամանները տեղադրվել են այն տեղերում, որտեղ ցանկացել են բնակիչները։ Ներկայում տեղադրված է 5 աղբաման, շուտով կտեղադրվեն եւս 2-ը, սակայն աղբամանները տեղադրելիս հաշվի են առնվում ոչ միայն բնակչի ցանկությունը, այլ նաեւ տվյալ վայրից աղբահանություն իրականացնելու հնարավորությունը։ Օձում բարձրացող ճանապարհին ես չհամոզվեցի, որովհետև այն երկար ավտոները, շալանները, եթե մեր ավտոին խփեն, մեր ավտոից կտոր չի մնա։ Անկախ տեղադրված աղբամանների վայրից ու քանակից Սանահին կայարանում աղբի խնդիրը առկա է արդեն մի քանի տարի։ Կենցաղային ու շինարարական աղբը դեպետի ափից անպակաս է։ Աղբի մի մասը գետը կտանի վարարելուց հետո, իսկ աղբով լի տոպրակներն էլ այս լարերից պոկել կկարողանա միայն ուժեղ քամին։ Պետության կողմից հատկացված 100 միլիոն դրամ սուբվենցիայի 10 միլիոնը 2011-ին ուղղվեց քաղաքի 5 վերելակների վերանորոգմանը։ Քաղաքի 22 բարձրահարկերի վերելակների վերանորոգման խնդիրը ընդգրկված էր 2008-2012 թվականների քաղաքի քառամյա զարգացման ծրագրում։ Սարահարթի 1/21 եւ 1/22 շենքերը համապատասխան պայմանագրերը կնքել են, համապատասխան թույլտվությունը վերցրել են եւ էլեկտրոցանցից եւ նորմատիվ արդեն շահագործում են։ Քաղաքապետարանում վերելակների վերանորոգման առաջնահերթությունը տվել են այն շենքերին, որտեղ դրանք համեմատաբար լավ են պահպանված։ Բացի այդ նշանակություն նաեւ բնակիչների ներդրում այս ծրագրին։ Մենք առաջնությունը տալիս էինք այն շենքերի վերելակներին, որտեղ բնակչությունը իրենց մասնակցությունը ունենում էր։ Իրենց մասնակցությունը ունենում ոչ միայն գումար հավաքելով, գումարը հավաքում էր, բայց իրենց բնակարանների վարձից այդ գումարը հանում էինք։ Այսինքն մենք տալիս էինք կտրոններ բնակվարձի դիմաց։ Եվ այդ գումարը էլ օգտագործում ենք այդ շենքերի ծախսերի համար։ Այդ ձևով մենք կատարեցինք, ընտրեցինք անցած տարի 5 հատ շենք, ջրավազանից 2 հատ շենք, Սարահարթից 2 շենք եւ մի հատ էլ
Հայպիրջին թաղամասում։ Սկզբում նախատեսված էր վերանորոգել 7 վերելակ, սակայն նախարարշիվ կազմելուց հետո վերելակներից մի քանիսում թալանման դեպքեր եղան։ Ներկայում վերանորոգված վերելակներից աշխատում են միայն 3-ը։ Մնացած 2 վերելակները նորոգված են, սակայն չեն շահագործվում տեխնիկական վերահսկողության պայմանագրերի բացակայության պատճառով։ Հիմա նոր պահանջներ ա ներկայացվում, որ պետք է բոլոր փաստաթղթերը լինեն, այսինքն ամեն մի վերելակ պետք է ունենա տեխնիկական, տնտեսական ցուցանիշները, իր անձնագիրը պետք է ունենա։ Բացի այդ անձնագիրը պետք է շենքի բնակիչները, որպես սեփականատեր, կատարեն պայմանագիր կնքեն տեխնիկական վերահսկողության կազմակերպության հետ։ Ես ասեմ, որ Ալավերդում նման կազմակերպություն չկար, եւ այդ պայմանագիրը կապվեց Վանաձորի Արմեն Սարբեկյան կազմակերպության հետ։ Յուրաքանչյուր վերելակի վերանորոգման համար ծախսվել է միջինը 2 միլիոն դրամ։ Պետական միջոցներով վերանորոգված վերելակների պահպանությունը բնակիչների գործն է։ Տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությանը բնակիչները վճարում են ամսական 15,000 դրամ։ Ուրեմն շենքի բնակիչները պետք է տան իրենց համաձայնությունը, շենքի բնակիչները իրենց բնակիչների կողմից ընտրում են լիազոր անձ, իրանք ստորագրում են համաձայնագիր, որ համաձայնենք մեր շենքի կողմից հանդես գալ տվյալ անձնավորությունը պայմանագրեր կնքելու հետ, ոչ միայն պայմանագրեր, այլ նաև ասենք էլեկտրոէներգիայի ծախսը ինքը վճարի, տեխնիկական հսկողության ինքը վճարի, ինչպես նաև ասենք փոքր մանր թերությունները ինքը կարողանա վերացնի։ Վերանորոգված, սակայն չշահագործվող վերելակների տեխնիկական սպասարկման վճարները հիմնականում համաձայնում են վճարել բարձր հարկերի բնակիչները։ Մյուսները հրաժարվում են, արդյունքում յուրաքանչյուր ընտանիքին բաժին ընկնող գումարի չափը մեծ է ստացվում։ Կառավարության մարզերի համաչափ զարգացման ծրագրով կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման նպատակով առաջին փուլով Ալավերդուն հատկացվեց 100 միլիոն դրամ, հատկացված գումարի մոտ 60 միլիոն դրամը ուղղվեց տանիքների վերանորոգմանը։ Քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը հրատապ ու մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող խնդիր է։ Անցած տարի կապիտալ ծրագրերի առաջին փուլով լուծվեց նման 9 շենքերի խնդիր։ Կապիտալ շինարարության ծրագրերի արդեն երկրորդ փուլի իրականացման համար Ալավերդի համայնքին հատկացվել է 145 միլիոն դրամ։ Երկրորդ փուլի ծրագրով Սանային կայանում վերանորոգվեց 2 բազմաբնակարան շենքի տանիք։ Շատ լավ բլոկերին, հա, տեքն լավ տեքին, շատ համապատասխան սարքեցին, հա։ Քանի օրում սարքեցին։ Համարը մի շաբաթ, 8 օր կլի մոտավորապես թեց։ Ալավերդի քաղաքում 183 բազմաբնակարան շենք կա, շուրջ 50 տարվա վաղեմության շենքերի տանիքների խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքները քաղաքապետարանում սկսեցին դեռ 6 տարի առաջ։ Քաղաքապետարանում այս անգամ էլ կազմել են առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող շենքերի ցանկ։ Շենքերի վերանորոգման առաջնահերթությունը արդեն ասել ենք, որ որոշվում է բնակիչների ֆինանսական մասնակցության աստիճանից։ Հասմիկ Ամիրխանյանն ասում է, որ տանիքի խնդրի լուծման համար ամբողջ շենքներ պատրաստ ներդրումներ կատարել, միայն թե խնդիրը գտներ իր լուծումը։ Լավ վերանորոգել են, ուղղակի մնում է մենակ այս տարածքը կան մաքրեն։ Հիմնականում է, թե չէ, այո, շնորհական աղբը թափեն, թե չէ հիմնականում ամեն ինչ լավ է, նորմալ ամեն ինչը արված է։ Ինչպես խոստացել է Հանրապետության նախագահը, իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական, այնպես որ համայնքներում ֆինանսական նպատակային ներդրումները ևս լինելու են շարունակական, այսինքն լինելու են նպատակային ներդրումների նաև երրորդ փուլ։ Ալավերդու քաղաքապետարանում արդեն կազմել են վերանորոգման կարիք ունեցող տանիքների հաջորդ ցանկը։ Ընտրության հարցը շատ բանով կախված է հենց բնակչության վերաբերմունքից։ Ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, որ գրեթե բոլոր տանիքները վերանորոգման կարիք ունեն, այս կամ այն չափով վնասված են եւ ընտրության հարցում վճռական դեր է խաղալու շենքի բնակիչների մասնակցության աստիճանը։ Հիմա օրինակ Էնգելսի շենքը, ճիշտ է, դեպքը պատահել է, ես եւ մի անգամ եմ այդ մասին նշել, որ այս պարագայում մենք բոլորս ենք դժուժած կողմ հանդես գալի եւ համայնքային բյուջեն եւ բնակիչները, բայց զարմանալիորեն միգուցե արդեն գնահատելով իրավիճակը, որ այսպես թե այնպես աշխատանքները կատարվելու են, մենք որևէ նախաձեռնություն բնակիչների կողմից չտեսանք, որ համախմբվեն գոնե իրանք էլ ինչ-որ մասնակցություն ունենան։ Էնգելսի 22 շենքի տանիքի մասնակի վերանորոգումը ևս ընթացքի մեջ է։ Հրդեհից վնասված տանիքի վերանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 4 միլիոն դրամ։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ քաղաքացին անփույթ կգտնվի եւ պատճառ կհանդիսանա նման դեպքի, այնուամենայնիվ դեպքը պատահել է եւ կարիք կա
դրա հետևանքները վերացնել։ Եվ երբ լսում ես, որ դժգոհություն կա, որ դանդաղ ընթանում գործընթացը, ինձ համար դա մի քիչ անընդունելի եւ զարմանալի է, որովհետեւ 10-15 օրվանից ավելի սև ժամկետում հնարավոր չէր հայթայթել ֆինանսական միջոցներ, նախապատրաստել նախագծանախաշվային փաստաթղթեր եւ շինարարի հերթին համապատասխան շինանյութեր ձեռք բերի։ Այդ ամենը ժամանակ է պահանջում, որ կարծում եմ անցած ժամանակը այդքան էլ շատ չի նշված աշխատանքները կատարելու համար։ Հրդեհված տանիքի շինարարությունը իրականացնում են Տիտանյան եղբայրներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցները։